Սիրելի երևանցիներ, նախ Խարբերդի մասին, ձեր 23 թվականի նախընտրական խոստումն էր, մինչև ես քաղաքացիների ահազանգով 26 թվականին չբարձրաձայնեցի, սա այլ տեղից չշարժվեց, հենց որ գլուխ մի գովացեք։ Դե նենց արեք գոնե ձեզ կապ տվեն բնակիչներ էլի, ոչ թե մեզ։ Ինչևից է, հիմա բյուջեի մասին նախ, կատարողականի մասին նախ հակիրճ, նախ այս փայլուն քաղաքապետարանը անցած տարի 214.5 միլիոն ծախսել է դատական հայցերի, դատարանի որոշումների, վճռաբեկ բողոքների համար, դա ահագին բան է ասում։ Ուրեմն ոռոգման ցանցի կառուցում եւ վերանորոգում կատարողական 85%։ Կամրջային կառուցվածքների վերականգնում եւ պահպանում կատարողական 60.5%։ Մայրուղիների եւ փողոցների վերակառուցում եւ հիմնանորոգում կատարողական 58.5%։ Այս ձեր գրած թվերն են սա։ Մարդ չգիտի որը կարդա, այնքան շատ է, ժամանակն է գնում։ Բակային տարածքների եւ խաղահրապարակների հիմնանորոգում եւ պահպանում 71%, 71.9։ Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում 61%։ Հանգստի գոտիների զբոսայգիների կառուցում պահպանում էլի 70%։ Ավինյանը նոր գլուխ էր գովում, ասում էր սա 90-ից ավել է։ Իսկ այդ ձեր սիրած, այդ շատ տարփողած նախադպրոցական հաստատությունների կառուցում եւ վերանորոգում ծրագրով 60.5%։ Հիմա անդիմությունը ինչ կասի, ինչ կքննադատի, դու ձեր վերած կատարողականն է, նենց որ ամեն մեկը իր գնահատականների մեջ կարող է լինել շատ անկաշկանդ ու պետք չի ոչ մեկը դա հետ կապված բան լինի, նեղվի։ Ուրեմն շինթույլտվությունների ծագող եկամուտների վերաբերյալ, այդ որ ասում եք գլխավատակագիծը 24-ին ընդունվել է եւ այլն, 22 թվականից, եթե չեմ սխալվում, Տիգրան Ավինյանը ԺՊ-երով էր խանգարում 22 թվականին այդ կեմպլանը անցկացնել, կամ 23-ին մինչև ընտրությունները, 24-ի սեպտեմբեր ենել են դեպքում, որ Երևան նախագծի տնօրենը ասեց, որ ելակետային տվյալները թերի են, այսինքն դա շատ պայմանական է, այսինքն բոլ տանկ շինթույլտվություն, հետո հատակագիծը բերենք հարմարացնենք եղած պատկերին, հա։ Ուրեմն խավարի վերաբերյալ, խավարի մարտիկ, ուրեմն տապալման, ձախողման, երկիրը մղձավանջի տանելու առաջամարտիկները խոսում են խավարից։ Երևի լուսավոր կետը անիվն է ձեր, չէ։ Լուսավոր կետը ձեր բանն է, այդ որ քննչականը եւ հակակոռուպցիոնը ռեկորդային թվով այցեր եւ ձերբակալություններ են կատարում քաղաքապետարանից ու քրեական գործեր են հարուցում։ Էտա ձեր լուսավոր կետը։ Ձեր լուսավոր կետը այնա, որ գնաք ձեր առաջնորդի մակարդակով Ստրասբուրգներում հայ հոգևորականներից բողոքեք։ Այդա ձեր լուսավոր կետը։ Ինչ վերաբերում է այն քիչ առաջ միացված մեջբերմանը, որ ավելի լավ է փողոցներում, քան թե խրամատներում, վաղուց ոչ փողոցն է ձերը, ոչ էլ խրամատն է ձերը։ Ձերը միջազգային սամիտների ժամանակ, որ Վահագն Խաչատուրյանը եւ Նիկոլ Փաշինյանը մրցեն, թե ով ավելի շատ Ալիևին շնորհակալություն կհայտնի, կգծնվի, կփորձեն իբրև թե խաղաղություն ասել, բայց բոլորս էլ տեսնում ենք, թե այդ ամեն ինչը ինչ նվաստացման ու խայտառակ, հա, շողոքորթության գնով է իբրև թե տրվում, բայց սիրելի երևանցիներ, Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, քաղաքական զարգացումները երբեք ստատիկ վիճակում չեն մնում եւ ընտրական գործընթացները նաև այս ընտրարշավին նախորդող այս անոնսները նախընտրական շատ լավ ցույց են տալիս, շատ լավ լուստրացիա է լինում, թե եթե վարչական ռեսուրսը ինչ-որ միտեղ ճաք է տալիս եւ դժվար է կառավարել, հանրության տարբեր շերտեր ինչ գնահատականներ ունեն գործող իշխանության վերաբերյալ եւ հարմար պատեհ պահի ինչ գնահատականներ են հնչեցնում, այնպես որ առաջիկա ընտրությունների ժամանակ քաղաքացին այս ստի ու կերծիքի իշխանությանը իր համապատասխան վերաբերմունքը ցուցաբերի։